Ողջույն, Բուն TV-ի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօրվա իմ հյուրերն են Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Լեոնիդ Ներսիսյան, ռազմական վերլուծաբան, Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, բարև ձեզ, շնորհակալություն հրավերով։ Բարև ձեզ։ Հարգելի հեռուստատողներ, այսօր մենք խոսելու ենք զինծառայության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների թեմայով։ Սենյակում հավաքվել են 3 մարդ, ովքեր 3-ն էլ ունեն տարբեր տեսակետներ այս թեմայի շուրջ։ Պարոն Ղևոնդյան, սկսենք ձեզանից։ Շնորհակալություն։ Ես հենց սկզբից պիտի նշեմ, որ բավական դրական եմ վերաբերվում այս օրենքին, եւ դրական վերաբերվելու համար կան որոշակի իմ կարծիքով օբյեկտիվ հիմքեր։ Օբյեկտիվ հիմքերից մեկն այն է, որ եթե ուսումնասիրում ենք Հայաստանում զինվորական ծառայության զորակոչվողների վիճակագրությունը, ապա այն ոչ թե վատն է, այն աղետալի է։ Ամեն զորակոչի 60-70% ըստ վիճակագրական տվյալների երիտասարդներ չեն զինվորագրվում եւ չեն զինվորագրվում իհարկե կա որոշակի հատված այդ 60-70%-ի մեջ, ովքեր չեն զինվորագրվում անօրինական խնդիրների պատճառով եւ դա միշտ եղել է կոռուպցիա եւ այլն, բայց կա նաեւ բավական մեծ տոկոս, ովքեր լրիվ օրինական կերպով չեն զինվորագրվում եւ դրա լավագույն միջոցներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվել եւ քաղաքացիությունը փոխելն է։ Որպեսզի ավելի պարզ լինի, ես նշեմ, որ կան երկրներ, որտեղ քաղաքացիություն ստանալը կապված է կոնկրետ գումարի հետ։ Օրինակ, Սլովենիայի քաղաքացիություն ստանալ հնարավոր է այդ երկրում բնակարան ձեռք բերելու միջոցով։ Եվ այդ բնակարանը պետք է արժենա 50-60 հազար եվրո մոտավորապես այդպիսի մի գումար, այսինքն ավելի քիչ, քան նախատեսվում է այս օրենքով օրինակ 1 ամիս ծառայություն անցնելու դեպքում։ Եվ երբ մենք ուշադրություն ենք դարձնում եւ համեմատում ենք այս երկու իրավիճակները, առաջին իրավիճակ մարդը փոխում է քաղաքացիությունը կամ անօրինական որևէ ճանապարհով հրաժարվում է, կարողանում է չզինվորագրվել, չանցնել պարտադիր զինվորական ծառայություն, եւ որի դեպքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է այդ մարդուն մշտապես, այսինքն հավանական պատերազմի դեպքում նրան այլևս զորակոչել հնարավոր չէ, որովհետեւ նա կամ ունի հիվանդության թուղթ, կամ ունի այլ երկրի քաղաքացիություն եւ այլն, եւ երկրորդ տարբերակը, երբ նա վճարել է գումար, այսինքն այդ գումարը չի տարել տեսականորեն Սլովենիայում բնակարան գնել, այլ վճարել է Հայաստանի Հանրապետությանը, եւ բացի այդ նա 1 ամիս անցել է զինվորական ծառայություն, թեև որևէ բան էական չի սովորի, ես այստեղ քննադատության հետ համաձայն եմ, բայց միևնույն է, նա անցել է 1 ամիս զինվորական ծառայություն եւ գրանցվել է պահեստազորում, դրանից հետո նա հավանական պատերազմի դեպքում զինվորագրվելու է, նա ենթակա է զորակոչի, այլ հարց է, որ նրանից օգուտը գուցե քիչ լինի, բայց կլինի այդ օգուտը, թեկուզ քիչ օգուտ կլինի այդ օգուտը։ Բացի այդ, այս օրենքում կան բազմաթիվ այլ կետեր եւս, որոնք ես դրական եմ գնահատում։ Այդ կետերից են օրինակ զինվորական արձակուրդի ժամկետի երկարացումը, օրինակ զինվորականների համար բնակարանային ծրագրերի բյուջեի ավելացումը։ Այդ կետերից է նաեւ այն, որ այն գումարը, որը պետք է հավաքագրվի, հնարավոր կլինի ծախսել պայմանագրային զինվորների ավելացնելու համար, այսինքն մարդուց կարող են վերցնել 24 միլիոն դրամ, նա 24 ամսվա փոխարեն կծառայի 1 ամիս, մնացած 23 ամիսը նրանից վերցրած գումարը կարող են վճարել, օրինակ 2 պայմանագրային զինծառայողներ եւ մեկի փոխարեն 2 հոգի կլինի մեր բանակում։ Ի վերջո, եւս մեկ կետ, որը շատ են քննադատում, դա սոցիալական արդարության հարցն է։ Ես գտնում եմ, որ այս օրենքը ոչ թե խնդիր է սոցիալական արդարության մասով, այլ ընդհակառակը սոցիալական արդարության որոշակի համահարթեցում է ենթադրում։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, այն մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայում, ինչպես ասացի, հետագայում նաեւ ենթակա չեն լինում զորակոչի։ Ես ինքս, որպես 44 օրյա պատերազմի մասնակից, ականատես եմ եղել, որ երբ զինվորական մասերը պետք է հավաքագրեին ինչ-որ քանակի զինվորներ եւ ուղարկեին ճակատ, նրանք ունեին ցուցակ, սակայն այդ ցուցակի ընդամենը 30%-ին ունեին հասանելիություն։ Ինչու՞, որովհետեւ այն մնացած 70%-ը, ինչպես ասացի, տարբեր պատճառներով չէին ծառայել եւ ենթակա չէին, պահեստազորում չէին։ Այս դեպքում այդ գումարները վճարելու դեպքում 1 ամիս կամ 6 ամիս ծառայելու դեպքում այդ մարդիկ լինելու են այդ ցուցակներում, այսինքն ոչ թե 30, այլ 50, 60, 70%-ն է լինելու տեսականորեն զորակոչի ենթակա, ինչը նշանակում է, որ այն, որ ասում են, թե աղքատները կգնան բանակ, հարուստները չեն գնա բանակ, իրականում այս օրենքը երբ չկա, իրավիճակը նույնն է,
մարդիկ, ովքեր ունեն 24 միլիոն դրամ, նրանք բանակ չեն գնում, եթե չեն ցանկանում իհարկե իրենց որդիները, նրանք տարբերակները գտնում են չգնալու։ Եվ բացի դա, այդ նույն մարդիկ նաև պատերազմ չեն գնում։ Այսինքն մենք ունենք եւ բանակի զորակոչման խնդիր եւ հետո ունենում ենք պատերազմի ժամանակ կամ նույնիսկ զորավարժությունների ժամանակ 20-օրյա զորավարժությունների ժամանակ շատ են բողոքում, որ կանչում են միշտ նույն մարդկանց աղքատ ընտանիքներից կամ նման մի բան։ Ինչու չեն կանչում այն մարդկանց, ովքեր ունեն այդ 24 միլիոնը կամ մեծահարուստ են, որովհետեւ նրանց որդիները ուղղակի բանակում չեն ծառայել, ունեն փաստաթուղթ, ունեն այլ երկրի քաղաքացիություն եւ այլն, եւ նրանց կանչել ուղղակի հնարավոր չէ, նրանք ենթակա չեն Հայաստանի Հանրապետությունում զորակոչման, որպեսզի նրանց մի բան էլ կանչեն տանեն զորավարժությունների։ Իսկ այս օրենքի դեպքում այն մարդիկ, ովքեր այդ գումարը վճարել են եւ 1 ամիս կամ 6 ամիս են ծառայություն անցել, նրանք հետագայում կլինեն ենթակա նաեւ զորավարժությունների եւ ինչպես ասացի, այդ զինվորական մասերը կունենան շատ ավելի մեծ հասանելիություն իրենց ցուցակում գտնվող արական սեռի երիտասարդներին եւ նաեւ մարդկանց, ովքեր ավելի մեծ տարիքի են։ Դեռևս ասքանը հետո կշարունակենք։ Պարոն Ներսիսյան, խնդրեմ։ Ինձ թվում է խնդիրը մի քիչ ավելի բազմաշերտային է այստեղ բավականին ես օրինակ հա կամ ոչ, այո կամ ոչ պատասխան իմ համար շատ դժվար է տալ ես մենակ կարող եմ ասել որ ինձ թվում է որ այս բային հում է մի քիչ այդ մասը հենց որը կապված է ոչ թե օրինակ հիպոթեկի հետ կապված ռազմական ամեն ինչը շատ լավ է պետքա լինի այդ մասը օրենքի ինձ թվում է ոչ մեկ շատ չի էլ քննարկում որտեվ ինտուիտիվ ինքը ճիշտ է որ 20 տարի պետք չի սпасել բնակարանին այլ ավելի լավ է մի անգամից ստանաս բայց այս 24 միլիոնի հետ կապված այստեղ բացի նրանից որ լավ դե ֆակտո իրավիճակ ունենք որ ոչ բոլոր հարուստները բայց շատ մարդիկ ով գումար ունեն գտնում են հնարավորություն չգնալու բայց դա գոնե ոնց որ չես կարա գնաս ասես թե ամենտեղ գորաս ես փող տվեցի լավ բան չի գոնե դա համարվում հանրության մեջ ասել որ ես փող տվեցի երեխեն չգնաց բանակ Հիմա դա ոնց որ նորմալ երևույթ կնա, ու տենց քննարկման մեջ տենց կատակով իրավիճակներ են քննարկվում, կասեն մարդիկ, այս, ասենք, այս բոմժը ով է 24 միլիոն չգտավ երեխեն գնաց բանակ, օրինակ դա կարա նորմալ ինչ որ խոսակցություն դառնա, կամ մարդը գնա վարկ բանկից վերցնի, որ երեխեն բանակ չգնա։ Հենց օրինակի համար այդ մոտիվացիաներով, որ ցույց տա, որ գնա 1 ամսով։ Դե 1 ամսով ու 20 այդ ես դրան չեմ ասել 1 ամիսն ու 24 ամիսը շատ մեծ տարբերություն է ես այդ հում պահը որ ասում եմ օրինակի համար սա շատ ավելի ընդունելի օրենք կարա դառնա այն օրը երբ որ օրինակ բանակում ծառայությունը 1 տարի կդառնա Հայաստանում որովհետև 1 ամիս 1 տարին էլ այդքան ծանր չի ինչքան 2 տարին ավելի ոնց որ հասկանալի ինչ որ իրավիճակ կդառնա մեկ էլ դե կարևոր է որ այս օրենքը մենակ կարելի է կիրառել եթե կա հստակ պլաններ որ Հայաստանի բանակի 80%-ը գոնե պետքա պայմանագրային զինծառայողներ լինեն կարանալու ենք մենք դա անել թե ոչ ինչքան ժամանակ է դա տևելու բավականին մեծ հարցականներ ինձ թվում այստեղ կան որովհետև բացի նրանից որ այդ մարդիկ պետք է ուզենան դառնան այդքան մարդ ասելով տարբեր բաց աղբյուրներով ասենք Հայաստանի բանակը օրինակ 45000 հոգի է, չգիտեմ 45000 հոգի է, ուրեմն ասենք 30000, 25000, 28000 պայմանագրային զինծառայող է պետք որ լինի հիմա օրինակ պայմանները բավականին լավացել են, բայց քանի հոգի գիտի քաղաքում որ մոտենակ ինչքան է հիմա աշխատավարձը պայմանագրային զինծառայող Ատեստացիա անցած թե չանցած Այ արդեն այդ մասն էլ արդեն շատերը չեն իմանա հասանելի էլ չի դա լավ PR չկա դրա շուրջ օրենք կարելի է ընդունել բայց եթե աշխատանքը հավելյալ չի կատարվում օրինակ Եթե մենք տենց բանակ ենք ուզում, շատ ավելի բարձր պրեստիժ պետք է բանակ ունենա։ Բարձր պրեստիժ դա համ որ բանակում ծառայությունը հետաքրքիր պետք է դառնա եւ ամեն կողմից, համ ֆինանսական, հենց զուտ օրինակ ուսումնակրթական, կարիերայի համար բանակից դուրս գալուց հետո նաեւ բայց երկրորդ կոմպոնենտն է մարքեթինգն է, որը շատ այն երկրներում, որտեղ պայմանագրային է բանակը, շատ ակտիվ է կիրառվում
Եվ օրինակ ԱՄՆ-ում որ տեսնեք ոնց են դա անում, կարում են 1 միլիոնանոց բանակ պայմանագրային, այդքան մարդ են կարում գտնել։ Հիմա այդ խնդիրները բոլորը կան ու կա օրենք, որը դեռ ինձ թվում է գոնե այս տեսքով քննարկելու է արժի այս պահին, որ ինքը գնա թե ոչ, որովհետև հակառակ էֆեկտների էլ որոշ չափով կարող է բերել։ Մի բան մենակ մեկ էլ ավելացնեմ, այս օրենքը ինձ թվում է մի քիչ ավելի ընդունելի կդառնա, գոնե մի քանի որ ճակերտներ բացվեն, օրինակ որ այդ գումարները որ հավաքվում են, այդ 24 միլիոններ են, ավելի քիչ այնտեղ գալի է 18, տրանսպարենտ լինի ինչքան է հավաքվել, քանի հոգի, ինչ գումար ու շատ հստակ ցույց տալ, որ այդ գումարը գնում է ամենաաղքատ ընտանիքներից երեխեքի ծառայության հենց պայմանների բարելավման համար եւ ադապտացիայի հանրության մեջ ծառայությունից հետո նաեւ, որ իրանք այդ գումարով կգնան բանակ եւ իրանք սոցիալական կարգավիճակը 5 տարուց խիստ փոխվել է։ Այդ դեպքում ես գոնե կարամ պատկերացնեմ, որ այդ բարոյական հարցերը, որ հիմա շատերի մոտ ծագում են, ավելի քիչ կլինեն գոնե, ինչ որ կոնտրոլի տակ կլինեն։ Հարգելի գործընկերներ, ես էլ մի քանի բան ասեմ, դուք երկուսդ էլ ավելի շատ այսպես տեխնիկական բաղադրիչներից խոսեցիք այս օրինագծի, ես գիտեք կարծում եմ, որ հիմնական ոնց որ ասած խնդիրը դա այս օրենքի մեծ պատկերն է, այսպես համայնապատկերն է։ Որպեսի ասածս հնարավորինս մատչելի լինի, ես մի օրինակի վրա եմ ուզում բերել, էլի։ Տեսեք, հիմա եթե օրինակ օրինագիծ մշակվի, որ բոլոր 65 տարեկանից բարձր մարդկանց Հայաստանում պետք է գնդակահարել, որովհետև ոչ աշխատում են, ոչ ուրեմն հավելյալ օգուտ են ստեղծում, մենակ թոշակ են ստանում, հիվանդանոցների վրա մեծ ծանրաբեռնվածություն են, առողջապահական համակարգը իրանց է հիմնականում սպասարկում, ոչ մի օգուտ չեն տալիս պետությանը, մի հատ մեր հարկերը հələ ուտում են, երիտասարդության վրայից է կարանք այդ դեպքում հանենք այդ սերունդների համերաշխության հարկը, երիտասարդության հարկերն էլ իջեցնենք։ Հիմա ապրիորի հասկանելի է, չէ, որ այս օրենքը աբսուրդ է, որ դրա մասին ընդհանրապես խոսալ չի կարելի, բայց մարդիկ եթե զուտ տեխնիկական բաղադրիչներին սկսես հետևել այս օրենքի, ապա ահագին այնտեղ ոնց որ ռացիոնալ բաներ կարաս գտնես այս օրենքի մեջ։ Հիմա այս թվում է նույն էստեղ է։ Այս օրենքի մեծ պատկերն է, որ խնդիրը մենք երբ որ մտնում ենք տեխնիկականի մեջ, իհարկե տեխնիկականից էլ կխոսանք, այսօր մենակ ես ընդհանուր պատկերից չի պատրաստ եմ խոսել, բայց այ ամբողջ բանը այդ մեծ պատկերի մեջ է, խնդրեմը մեծ պատկերի մեջ է։ Ինչի է մեծ պատկերի մեջ խնդրեմը, որտեվ ինքը ըստ էության պետության կապիտուլյացիան է կոռուպցիայի եւ ոչ արդյունավետ կառավարման առաջ։ Այ ինչ ասում, ասում եմ, ես չեմ կարող դեմն առնեմ, այ բանակի կեսը չի համալրվում, որտեղ ժողովրդի կեսը ասում են հիվանդ են, այն մյուս կեսը բան անում, քաղաքացիությունա փոխում են, երրորդ կեսն էլ, չգիտեմ, այլ զարդագողի ճանապարհներով ծառայությունից, ասում եմ, ես նիդաբոր ունեմ, բան ունեմ, չեմ կարող հավաքագրեմ բանակը։ Հիմա չեմ կարող, դրա համար այս օրենքն եմ ընդունում, որ գոնե այն փողերը, որ տալիս են տարբեր մաֆիոզներին կամ տանում են տալիս են, որպեսզի Սլովակիայում տուն առնեն քաղաքացիություն ստանան, գոնե ինձ տան, ես արանքը մի բան աշխատեմ։ Այս առաջին էլեմենտն է, որ պետության կապիտուլյացիան է իր անկարողության ու կոռուպցիայի առաջ։ Երկրորդ էլեմենտը, երբ որ մենք խոսում ենք հանրապետության մասին, որի ընդ որում մեր սահմանության մեջ հենց առաջի թե երրորդ կետն է, գրածա սոցիալական պետություն, չէ՞, գրածա ժողովրդի պետություն, չէ՞։ Հիմա սա այլևս դրա մասին չի։ Սա օլիգարխիայի մասին է։ Սա դրա մասին է, որ Հայաստանում պետք է լինեն ընտանիքներ, որոնց երեխեքը պետք է վայելեն կյանքը եւ պետք է լինեն ընտանիքներ, որոնց երեխեքը պետք է գնան ծառայեն եւ եթե պետք է նաեւ զոհվեն, որպեսզի այս մի խումբ ընտանիքների երեխեքը վայելեն այդ կյանքը։ Իսկ սա արդեն բոլորովին ուրիշ պետություն կառուցելու կոնցեպցիայի մասին է։ Ընդ որում, այն հեղափոխությունը, որը որ Հայաստանում եղել է հենց արդարության համար։ Սա այդ արդարության հականիչն է, հասկանում եք։ Մյուս էլեմենտը, այն մարդիկ, ովքեր ասում են, թե դե հա հիմա բանա չեն հավաքագրվում, գոնե սենց փող կա, իրանք այդ ժամանակ չեն հավաքագրվել։ Պարոն Ղիբաջյան, օրինակ երբ որ դուք ասում եք, որ գոնե այդ միամեսը կծառան գնան պատերազմի, եթե մարդու մտքին կա, որ իր երեխան չգնա պատերազմի, ինքը մեկը շարունակելու է զարտագողի ճանապարհներով գնալ։ Հա իր կարող է գինը ավելանա, որ այնտեղ պետք է մի հատ քաղաքացիությունից ազատվելու փողը տա, հետո մի հատ այնտեղ Սլովակիայում տուն առնի, արանքը մի 15-20,000 իր վրա թանկանալու է երեխուն նենց ազատելը, որ բան եւ բանակից ազատը եւ պատրազմի չգնա, եթե մարդ պատրաստ է ռեսպայության $60,000, $70,000 ծախսել, 100 կծախսի, էլի երեխան ոչ կգնա բանակ, ոչ էլ կգնա պատրազմի։ Ընդ որում, ստեղ մի հատ էլ բան եկեք ֆիքսենք, էլի այն դրույթը, որ ասում է, որ քաղաքացիությունից ազատվելը ոնց որ 15 միլիոն է,
այնտեղ սեռական բնույթի դիսկրիմինացիա կա։ Այսինքն կանայք կարան քաղաքացիությունից Հայաստանի հրաժարվեն ձրի, տղամարդիկ պետք է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվեն վճարովի։ Դա վճարովի ֆունկցիա է տղամարդկանց։ Չէ, կանանց համար էլ է վճարով, ուղղակի թիվը փոքր է 15000 դրամ է, հիմա երկուսի համար 15000։ Այսինքն տղամարդու Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը 1000 անգամ ավելի թանկ հաճույք է, քան կնոջ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը։ Այո, հրաշալի, ուրեմն արդարության, սեռական բնույթով դիսկրիմինացիայի բացակայության բաղադրիչ է։ Մյուս էլեմենտը Այստեղ տեսնեք, sense մի հատ պատկեր է ստացվում էլի մեր երկրում, որ այն ազնիվ, պարկեշտ քաղաքացին, որը որ չի ուզում իր տղային բանակից ազատի, բայց հələ օրինակ փողն էլ ունի։ Հա, ինքը փող ունի, որ ազատի հիմա իր տղային բանակից, բայց չի ասում, ասում, դե ես անօրինական գործողություններ չեմ ուզում բանը, այս ստացվում է քաղաքացին համբալ է, որ այս ամբողջ պետությունը կառուցում է այն տրամաբանությամբ, որ այն մարդը, որ ճար ունի ու գլուխը չի քորում, այն մարդը, որ ճար ունի իր տղուն բանակից ազատի, բայց չի ազատում, ինքը համբալ է ուրեմն, որտեղ դու խրախուսում ես այն հակառակը, հա? Եվ նորից մի էլեմենտ էլ գիտեք, այն որ փոփոխություններ անհրաժեշտ են, դա ակնհայտ է։ Դա այս առանց այս ամեն ինչը կարդալու, առանց այս ամեն ինչը տեսնելու զուտ են թվերը, որոնք որ հրապարակվում են, այդտեղից ակնհայտ է, որ այս երկրում պետք են փոփոխություններ։ Բայց այդ փոփոխությունները չպետք է լինեն իրավիճակը ել ավելի անհուսալի եւ իրավիճակը ել ավելի վատը դարձնող։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ մեր լուծումները այ դիագոնալ հակառակ ուղղության վրա են, այսինքն այդ զինծառայությունը պետքա դառնա համընդհանուր ու պարտադիր բոլորի համար, այսինքն տարկետում հասկացություն Հայաստանում պետքա չլինի։ Իմ կարծիքով մի ոտանի մարդն էլ բանակում կարա օգուտ բերի, չգիտեմ, օրինակ համար կարտոֆիլ մաքրելով։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կանայք էլ պետքա ներգրավեն պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, այս բոլորը իր հերթին հնարավորություն կտա նվազեցնելու պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետները, օրինակ ասած ձեր դարձնելու մի տարի, որտեղ մարդիկ, որոնք ներգրաված կրան, անհամեմատ ավելի շատ կլինեն։ Բայց երբ որ դու ես ամեն ինչի փոխարեն ասում ես դե փողը տուր մի ամիս ծառայի հետո գնա բանարա ցկցկա ոնց որ այդ լուրջ չէ, այդ պետության մասին չի։ Պարոն Ղևոնդյան, վստահ եմ շատ բան եք ասելու, մի հատ հարց եմ ուզում հավելեմ ու դա ինձ թող խնդրեմ շարունակեք նաև ասել։ Հա կներեք, էլի 1000 անգամի բաներ եմ ուզում ասել։ Գիտեք նաև այս օրենքի հիմնական շահառուն ով է։ Դա այն մարդիկ են, ովքեր ուզում են տղային բանակից ազատեն, բայց միևնույն ժամանակ ունեն պրեստիժի խնդիր, ունեն այ բանի խնդիր, հասարակության աչքերում երևալու խնդիր։ Իսկ դրանք ովքեր են? Դրանք падգամավորներն են, դրանք պետական աշխատողներն են, դրանք ինչ-ինչ քաղաքական ամբիցիաներ ունեցող մեծահարուստներն են, այսինքն այն մարդիկ են, ովքեր ուզում են այս երկիրը կառավարեն։ Այ իրանց դեպքում այն կոռուպցիոն զարդագողի ճանապարհներով ազատելը խնդիր է, որտեղ իրանք երևում են հասարակության աչքի առաջ։ Այ այս օրենքի ամենամեծ շահառուն իրականում այս մարդիկ են, ովքեր ուզում են ազատեն, փողն էլ ունեն, բայց այ մի քիչ խնդիր է, որտեղ դրա մասին կարող է հասարակությունը իմանա ու դա իրանց կարիերայի վրա օրինակի համար երևա։ Այս առումով հարց տամ ու պարոն Ղևոնդյան, ձեր մնացած արձագանքներ խնդրեմ, չեք կարծում, որ եթե այն ամենավաս սցենարը օրինակի համար հաշվենք ու այս օրենքը ընդունվում է, այ այս ծառայություններից օգտված անձին, կլինի դա մի ամիսը, 4 ամիսը, թե 12 ամիսը, պետքա այլևս բազային առումով երբևիցե իրավունք չունենան Հայաստանում պետական պաշտոններ զբաղեցնելու, ընտրելու եւ նույնիսկ չգիտեմ, ընտրելու մասով չգիտեմ, բայց ընտրվելու պետական պաշտոններ։ Իսկ ինչու հաշվի չեք առնում, որ տվյալ մարդը կարող է 1 ամիս ծառայել, հետո պատերազմ լինի, իհարկե Աստված չանի, նա գնա պատերազմ, հերոսական գործողություններ իրականացնի, հետ գա, բայց նա դրանից հետո էլ իրավունք չունի պետական պաշտոն զբաղեցնի, այսինքն գուցե ընդունելի է ձեր նշածը, բայց այնտեղ պետք է նաև լինեն բացառություններ, բայց սա ընկնում է այսպես մի ընդհանուր այլ երևույթի շրջանակներում, որոնց մասին ես հիմա կասեմ, բայց մինչ այդ ես պետք է հիասթափեցնեմ եւ ձեզ եւ հարգելի պարոն Ներսյանին, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ բանակից ազատված մարդիկ գլուխ են գովացել, որ իրենք կարողացել են իրենց որդիներին բանակից ազատել։ Պարոն Ներսյանը նշում է, թե նրանք ամաչել են, նրանք չեն ամաչել։ Տելևիզորով չէ։ Գուցե հեռուստացույցով չէ, բայց մենք բոլորս ապրում ենք այս երկրում, ապրում ենք այս հասարակությունում եւ մարդկանց ճնշող մեծամասնությունը, ովքեր իրենց տղաներին բանակից ազատել են, այստեղ այնտեղ նստում են հատկապես մի երկու բաժակ խմելուց հետո սկսում են գլուխ գովել, որ տեսակ ես ոնց կարողացա ազատել իմ տղային, իսկ ձեր տղաները գնացել ծառայել են։ Եվ այդ որ դուք ասում եք, որ համբալ են, այդ համբալը այստեղ է, ոչ թե այնտեղ։ Այդ օրենքի շրջանակներում չի, այստեղ է։ Երկրորդ հարցը, բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ այդ 65 տարեկանից մեծ մարդկանց
օրինակի հետ, որովհետեւ Չէ, ես չեմ առաջարկում գնդակահայել 65-ից ավել վատ։ Ես համաձայն չեմ, որ դա ինչ որ կերպ կարելի է համեմատել այս օրենքի հետ, որովհետեւ ինչպես ես նշեցի իմ սկզբնական խոսքում, այս օրենքը սոցիալական արդարության մասին է, ոչ թե սոցիալական անարդարության։ Ինչու՞։ Այստեղ գալիս եմ երկրորդ կետին, որի մասին դուք ասացիք։ Դուք նշում եք, որ այս մարդիկ չգնան ծառայեն եւ չգնան զոհվեն, բայց նրանք բացարձակապես իրար հետ չեն համընկնում այս օրենքի մեջ։ Չգնան ծառայեն, այո, չգնան զոհվեն, ոչ։ Ինչու՞, որովհետեւ ես նշեցի, որովհետեւ այս մարդիկ, թեև դուք նշում եք, որ գուցե հետագայում քաղաքացիություն փոխեն, որ չգնան պատերազմ, բայց այստեղ կա հոգեբանական գործոն։ Եթե մարդը գիտի, որ նա կարող է տալ $60,000 եւ իր որդի մի ամիս հետո գա տուն, նա էլ չի ծախսի $100,000, որովհետեւ երեխայի կամ իր տղայի քաղաքացիությունը փոխի։ Եվ սա շատ դեպքերում սա իրականություն է եւ քաղաքացիություն փոխելը ենթադրում է հավելյալ աշխատանք, քաղաքացիություն փոխելը ենթադրում է գնալ, գտնել այդ երկրի օրենքներին ծանոթանալ, գնալ այնտեղ տուն գնել եւ այլն, բացի գումարի ծախսելը նաեւ հավելյալ աշխատանք է ենթադրում։ Իսկ հաշվի առնելով այն, որ մարդը իր բնույթով փորձում է գտնել հնարավորինս ավելի հեշտ ճանապարհներ հարցը լուծելու, հնարավորինս ավելի հեշտ ճանապարհը այն է, որ այդ մարդը գումարը տա, իր որդին գնա 1 ամիս ծառայի, 1 ամիս հետո նա լինի իր կողքին։ Եվ բացի այդ, եթե այն մարդիկ, ովքեր որ միևնույն է էլի փոխելու են քաղաքացիությունը, ապա այստեղ ընդհանրապես տարբերակ չկա։ Տեսեք, դուք ասում եք տարկետումը հանեն, դուք չեք կարող տարկետումը հանել այլ երկրի քաղաքացու համար։ Այլ երկրի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ծառայել ապրիորի չի կարող, անկախ նրանից, որ ամբողջ կյանքը ապրել է, ենթադրենք, չգիտեմ, Տերյան փողոցում կամ մեկ այլ փողոցում Երևանում կամ Հայաստանի մեկ այլ հատվածում։ Այսինքն սրա լուծում գտնել օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ, բայց եթե կա այս օրենքը, ընդ որում այստեղ ես հետ չեմ համաձայնի, լավ տարբերակ կլինի, ոչ թե վատ, եթե այս օրենքը ընդունվում է, շատ մեծ հատվածը այ հոգեբանական գործոնի պատճառով օգտվելու է այս օրենքից, ոչ թե գնալու է մանգա գտնի թե Սլովենիան որտեղ է, քարտեզ է ճարելու եւ այլն, օրենքները ուսումնասիրելու գնալու է գտնելու եւ փոխելու է քաղաքացիությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ այս օրենքը չի լուծում բոլոր հարցերը, ես ամբողջապես դրա հետ համաձայն եմ։ Այստեղ էլի պարոն Ներսյանը ինչպես ասաց, կան բազմաթիվ գործեր, որոնք պիտի արվեն։ Այդ գործերը կապված են թե պայմանագրային զինծառայության հետ, որի մասին ես հիմա փոքր ավելի կբացեմ, այս օրենքը դեպի ուր է մեզ տանում, թե նրա հետ, որ իշխանությունները պետք է մեծացնեն բանակի գրավչությունը, թե նրա հետ, որ բանակում պետք է կարիերայի աճ լինի, ոչ թե կարիերայի լճացում լինի, ինչ որ կա միջև հիմա։ Այսինքն բազմաթիվ գործողություններ կան, որոնք այս իշխանությունները պետք է անեն զուգահեռաբար այս օրենքը ընդունելու հետ միասին, բայց դա չի նշանակում, որ այս օրենքը պետք չի ընդունել, որովհետև այդ զուգահեռաբար իրականացվող գործողությունները այս իշխանությունները կարող է չկատարեն։ Ոչ, այս օրենքը պետք է ընդունեն եւ մենք պետք է շարունակենք որպես քաղաքացիական հասարակություն կամ որպես քաղաքական դաշտի այլ դերակատարներ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք զուգահեռաբար նաեւ մյուս գործողություններ իրականացնեն, որոնք անհրաժեշտ են, որ այս օրենքը իր նպատակին ծառայի։ Ինչ վերաբերում է անցմանը պայմանագրային ծառայությանը, այստեղ ես նշեմ, որ այս օրենքը իսկապես, այստեղ էլ ամբողջապես համաձայն եմ, առաջին քայլն է պայմանագրային ծառայության գնալու, որովհետև տեսեք, թեև Հայաստանի իշխանությունները նշում են, որ պետք է լիմիտ սահմանվի, իհարկե այստեղ էլ ես մի փոքր չեմ հասկանում լիմիտ սահմանելու իմաստը։ Լիմիտ սահմանել իմաստ ունի այն դեպքում, եթե մենք ապրիորի ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վիճակագրում բոլոր քաղաքացիները ցանկանում են, որ իրենց որդիները բանակ չգնան կամ բոլոր իրանական սեռի երիտասարդները չեն ցանկանում գնալ բանակ եւ բոլորը գնալու են փորձելու են օգտվել օրենքից եւ քանի որ բոլորը փորձելու են օգտվել լիմիտ է պետք, որպեսզի ամեն դեպքում գնացողները լինեն։ Ես կարծում եմ իրավիճակը այսպեսին չէ, ես կարծում եմ, որ ամեն դեպքում օգտվել ցանկացողները քիչ են լինելու, այդքան շատ մարդ չի լինելու եւ գումարի պատճառով եւ նաեւ էթիկական որոշակի նկատառումներից ելնելով ես ճիշտ ասած գուցե ես ինքս իմ օրինակի վրա եմ վերցնում, որովհետեւ իմ որդին 12 տարեկան է, եթե ես իրեն ասեմ, որ դու բանակ չես գնալու, նա կարող է ինձ հետ ամիսներով չխոսել ուղղակի, նա շատ է ցանկանում բանակ գնալ ծառայել եւ ես էլ եմ ցանկանում, որ ինքը բանակում ծառայի, բայց ենթադրենք, թե իմ օրինակը գուցե բացառություն է, ես չգիտեմ, գուցե մարդկանց մեջ ավելի շատ մարդ ցանկանում է, որպեսզի իր որդին չծառայի կամ շատ երիտասարդ ցանկանում է, որպեսզի իրենք չծառայել։ Եթե այդպես է եւ եթե այդ քանակը կլինի շատ մեծ եւ այդ լիմիտների կարիքը կլինի, դա նշանակում է, որ այդ գումարները կլինեն շատ եւ թափանցիկության տրամաբանության մեջ, եթե այդ գումարները կան շատ, ապա կբավարարեն դրանք նրան
որպեսզի Հայաստանի Հանրապետությունում պայմանագրային ծառայությունը հավաքագրի այդ նշած 30,000-ը, գուցե 45,000-ն էլ, գտնելու հարցն էլ իհարկե պետք է լուծել հենց գրավչության ավելացմամբ, ապա այդ դեպքում ելի պարտադիր ծառայություն, օրենքը կփոխենք, պարտադիր ծառայություն չի լինի, կլինի պայմանագրային եւ բոլորը ստիպված կլինենք մեր որդների փոխարեն վճարել, արդեն օրենքի ուժով վճարել, կվճարենք պայմանագրային ծառայությունը այդ 45,000 հոգին կամ չգիտեմ ինչքան որ պետք լինի, դա կապահովի։ Դա եթե զարգացումները գնան այնպես, որ Հայաստանի ամբողջ ժողովուրդը վազի գնա այդ օրենքից օգտվելու եւ գումարները պատրաստ լինի վճարել, մարդիկ բանկերից վարկերը վերցրած լինեն, տները վաճառած լինեն, այն Արմագեդոնը, որի մասին որ մեզ պատում են այս օրենքին դեմ որոշ մարդիկ, եթե այդպես լինի, դրա լուծումն էլ հենց այդ է, որ պայմանագրային ծառայության կանցնենք ամբողջապես։ Բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ սա ծայրահեղ պատկերացում է եւ իմ կարծիքով ամեն դեպքում օրենքից օգտվել փորձողները լինելու են ավելի քիչ եւ դա ծառայելու է ընդհանրապես նրան, որպեսզի այն հետագայում այդ զոհվելու դեպքի համար, որովհետեւ պատերազմի տրամաբանության մեջ այս մարդիկ լինելու են հասանելի, բանակի տրամաբանության մեջ են նրանք 24 ամսվա փոխարեն 1 ամիս ծառայելու եւ այստեղ շատ կարեւոր եւ բնական հարց է առաջանում Հայաստանի Հանրապետության համար որն է ավելի կարեւոր ունենալ շատ մարդիկ բանակ զորակոչվող թե ունենալ շատ մարդիկ պատերազմի դեպքում պատերազմ զորակոչվող իմ կարծիքով երկրորդը ավելի կարևոր է եւ այս օրենքը այս հարցը լուծում է որովհետեւ այդ մարդիկ թեև 24 ամսվա փոխարեն ծառայում են 1 ամիս բայց պատերազմի ժամանակ զորակոչվելու են եւ այստեղ էլ հարց է առաջանում պատերազմի ժամանակ նրանք որ զորակոչվեն նրանց մասնագիտական ունակությունները կարծում եմ պարոն Ներսիսյանը համաձայն կլինի ինձ հետ թույլ չեն տալու որպեսզի նրանք շատ արդյունավետ լինեն եւ նրանք լինելու են առաջնային թիրախ այստեղ էլ գալիս ենք մարդկանց գիտակցության բարձրացման խնդրին եթե դուք գտնում եք որ ձեր որդիները պետք չի որ պատերազմի ժամանակ լինեն թիրախ մի օգտվեք այս օրենքից ուղարկեք թող 2 տարի ծառայեն դա էլ է բայց абսուրդ ճիշտ խնդրեմ հիմա ձեզ փոխանցենք ասենք ոնց որ intentionally տենց ինչ որ բան նպատակադրված բան է, հա, սարքում, որ այս մարդկանց ուղարկելու ենք, որ զոհվեն, ասենք։ Դա էլ չի կարա տենց բան լինի, ես կարամ ասեմ քեզ ինչ ա լինելու։ Այդ մարդկանց, ով որ մի ամիս ա ծառայել, շտաբը գցելու է ինչ որ երկրորդական զորակոչի ռեզերվ ու չի կանչելու կռվի ժամանակ։ Ու ես էլ տենց կանեի։ Իրանց տեղը ես տենց կանեի։ Իսկ ես գիտեք ինչ կանեի, պարոն Ներսիսյան։ Ես պատասխանում նոր շարունակենք, հա։ Բայց միտքը չեմ վերջացնի ավելի խորը լինի։ Ես 18 տարեկանի կհանեի սահմանից, այդ երիտասարդներին կտանեի այնտեղ, որպեսզի նա լիներ թիրախում, ոչ թե 18 տարեկան։ Դուք ուզում եք պատժեք այդ մարդկանց, հասկացա։ Հա, բայց դա տենց չի աշխատում, որտեվ եթե այդ մարդուն դու ուղարկես առաջնագից, ինքը զոհվելու է ու խնդիրը չի կատարվելու ու դրանից հետո գալու են ու զոհվելու են արդեն նրանք լինելու է պրարիվ ու զոհվելու են նրանք ով որ մնացին արդեն ով որ 2 տարի է ծառայել տենց չի աշխատում անիմաստ ուժ են լինելու որ ոչ մի ինչի մեր 20 թվի ռեզերվիստների համակարգը չաշխատեց որովհետև անկապ ձևի կանչել են մարդիկ ով որ ոչ մի բան անել չգիտեն օրինակի համար ու ինչ որ անկապ ձևի խառը լցրել են այնտեղ մարդ ու քանակի խնդիր բերելու հենց չկար 20 թվին խնդիրն է որ այդ ում որ հավաքում էին որևէ մարտունակություն չուներ հիմա կրկնել այդ նույն բանը ու բերել մարդիկ որ չեն կարա ունենալ մարտունակություն ես տենց զորք օրինակ ես չեմ պատկերացնում ումա պետք տենց զորք ես ձեզ հետ համաձայն չեմ մարտունակություն ուներ ես ինքս այնտեղ եմ եղել կամավորների մարտունակություն խնդիրն այն է որ այդ մարտունակություն ունեցողներին կառավարելու կանոնակարգելու խնդիր կա մասին չի խոսքը կամ քո մասին խոսքը նրա մասն է որ կա օրինակի համար ռեզերվային օրինակ գումարտակ, չգիտեմ, որը պատերազմում չի կարում հավելյալ արժեք ստեղծել։ Այնտեղ կա 5 հոգի մոտիվացիայով մարդ 50 հոգի ով որ չգիտի ինչի է ստեղ եկել ու մի հատ ու աֆիցերն էլ չկա որ ղեկավարի։ Տեսեք, դուք ասում եք աֆիցերը չկա։ Եթե սպան չկա, դա նշանակում է որ կանոնակարգման խնդիր կա, ոչ թե այդ մարդիկ չեն կարող խնդիր կատարել։ Այդ մարդիկ կարող են կատարել մեկ այլ խնդիր, կարող են կատարել թիկունքի ապահովման։ Փորեն, բայց դա էլ արդեն ստացվում է որ իզուր չի էլի հերը փողը տվել, որտեվ ստացվում է որ առաջնագծի տեղը պիտի գնա ակոբ փորի օրինակի համար ու ռիսկերը Չէ, ես այդտեղ ինչն եմ ուզում ասեմ, ես օրինակ այդ մեծ պատկերը, որ դու ասացիր, Արեգ, ես այդ որ բարոյական մասով էի խոսում, հենց դրա մասին էի ասում ու ինչի եմ հում համարում մեկը, որովհետև կան շատ ավելի կարևոր խնդիրներ այս պահին, հենց այս ոլորտում։ Օրինակ պայմանագրայինի մասին, եթե խոսքը գնում է անցնելու, սա չի կարող, ասենք
10%-ից ավել գումար հավաքվի։ Լավագույն դեպքում ես կարող եմ պատկերացնեմ, որ այդ 30,000-ի 10%-ը սենց կարա հավաքվի։ Բա մնացածը ոնց ենք հավաքելու։ Եթե մնացածն էլ հավաքել ենք, այս խնդիրները չեն լինի, որ մենք հիմա քննարկում ենք, ինչ իմաստ ունի այս ձևաչափը ունենալ, եթե դու ունես 30,000 զինծառայող պայմանագրային կամ 40,000, դու կարող ես կես տարով բոլորին բանակ կանչես։ Ու այդ ժամանակ կես տարի եթե լավ սովորացրել են, իրանք ոչ մի բանով որակով չեն տարբերվելու այսօրվա 2 տարի սովորածները։ Մի ամիսը մի բանա, կես տարին ուրիշ։ Ստեկան ավելի կարող է օպտիմալ ճանապարհներ էս նույն բաներին հասնելու, որ ես իմ կարծիքով կա ավելի ոնց որ մարսվող կամ հանրության մեջ ձևաչափ, այս նույնը որ ես ասում եմ, սկզբից փորձենք արագի մեջ մեծացնել պայմանագրայինի մասը, այս սա խնդիրները այնքան են հեշտանալու ավելի գլխավոր ֆունկցիան այդ 6 ամսվա ծառայելու կդառնա մենակ մի բան, ընտրել նրանց, իսկ մենք պետք է ընտրենք նրանց, ով մենք ուզում ենք, որ պայմանագրային զինծառայող լինենք, ոչ թե հիմիկվա նման, որ ընկած ման են գալիս ու ոչ մի բան էլ չեն սովորում դրանից։ Այդ ֆունկցիան է ու երկրորդը ռեզերվ սարքելու, ոչ մի ուրիշ ֆունկցիա ոչ բանը այդ զորակոչը չի ունենա ոչ մի ուրիշ ֆունկցիա կատարելու։ Միանգամից այդ թեմաները, որ տղես կգնա կզոհվի, չեմ ուզում որ գնա, այդ սաղ կփակվի եւ այս ինչի մասին որ մենք խոսում ենք, կարողա ոբշե մեկ էլ չհավաքվենք։ Դուք եք ասում, որ շատ քայլեր կան անելու։ Ես այդ դեպքում եկեք մտածել սենց հարց տամ, էլի հիմա ոլորտում 3 բաղադրիչ կասեք, որ ավելի այժմեական է եւ ավելի այս րոպեանա, քան ինչ որ մենք հիմա քննարկում ենք։ Արդեն նշեցի ինձ թվում է մի քանիսը պրոֆեսիոնալ բանակը, արագ թվի ավելացումը երկրորդը բանակի կրթության մակարդակի բարձրացումը, այս սպայերին չեմ մենակ ստե նկատի ունեմ, հենց այդ 6 ամիսը որ կա տենց կարծիք բավականին օբյեկտիվ, որ կարելի է 3 ամսում շատ ավելի շատ բան սովորացնել զինծառայողին, քան մեր մոտ սովորացնում են 6 ամսում օրինակի համար։ Ինտենսիվությունը բարձրացնելով եւ ճիշտ զբաղմունք գտնելով եւ այդ ժամանակ մենք արդեն 3 ամիս հիմա կարանք կրճատենք զինծառայության ժամկետը առանց որևէ բան անելու։ 24-ի փոխային դառնա 21 ամիս։ Օրինակի համար 3 ամիս գնացը տեղ արդեն, որովհետեւ ավելի կոնդենսացված եւ ավելի adekvat ուսում մենք ունեցանք։ Հասկանալի։ Կա խնդիրներ հենց ինֆորմացիոն տեղեկատվական թեմայի հետ, հենց բանակի շուրջ տեղեկատվական ինձ թվում է մենք չենք որ նշեցի, մարքեթինգ չկա բանակի շուրջ, մենք ունենք զինուժ հաղորդումը, որ ես չեմ պատկերացնում, բացի ինձնից ու մի քանի օգուց ում որ պետք է անդե ինչ որ պրոֆեսիոնալ կողմից մի քանի բան տեսնել, ով է դա նայում, ես ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Ու ով նայելա կուզենա դրանից հետո գնա բանակ ծառայել, ես էլի չգիտեմ ճիշտ ասած։ Եվ մեկ էլ շատ կարևոր հենց այս թեմայի հետ կապված նենց անել, որ բանակով ով որ անցնում է, հատկապես ով որ ինտելեկտուալ բարձր ունի հնարավորություններ, իրանք կարողանան ինչ-որ մի բան սովորել բանակում արդեն քաղաքացիական կյանքի համար ու բոլորը ով որ այդ համակարգով անցնում են։ Միշտ օրինակ եմ բերում, մի հատ ընկեր ունեմ, որ այլ երկրի բանակում ծառայել է, հայ չի։ Եվ այդ 2 տարվա մեջ սովորել է այնքան սովորել է հարբանյակային քարտեզներ նայել այնքան լավ, որ իր բիզնեսն է դրանից հետո բացել եւ աշխատում է իրեն բանակը իր կարիերան սարքեց, կարելի ասել։ Մենք դա չունենք բացարձակապես այս պահին, հատկապես եթե սպա չէ։ Սպայերը հիմա արդեն ինչ որ կարում են, հետո որ զորացրվում են, ով որ ընդունակ աշխատանքի կարում են, օրինակ ռազմարտունաբերությունում ինչ որ իրանց տեղը գտնել, բայց զորակոչը չէ, էլի, ստացվում է որ 2 տարի կորցնում է մարդը իր կարիերայից, եթե կարելի ասել։ Իր կարիերայից ով էլ գնում է 2 տարի կորցնում է, հանուն հայրենիքի շատ լավ են անում, բայց պետք է նենց անել, որ տենց չլինի։ Շատ կարևոր ինձ թվում է հանգամանք է։ Օրինակի համար
այդ միտքը, որ ինչ որ այդ научная ротан ոնց ասեմ, գիտական վաշտ, ինչ որ տենց կոնցեպտ ստեղ թեթևի մեջ եղավ, բայց դա չի աշխատում այն ձևի, ոնց որ հիմա է դառնում։ Դա կարա լինի օրինակի համար պատկերացնենք մարդը, չգիտեմ, շատ լավ պոլիտեխնիկում է կամ համալսարանում է սովորում, շատ լավ ինժեներ, զգացում է, որ շատ լավ ինժեներ է։ Հիմա ինչու է տղուն հենց ամենասկզբից, երբ որ ինքը համալսարանա գնում չգալ ասել, այ եկեք քո այդ պայմանագիր ստորագրենք, որ մենք քեզ շատ լավ օրինակ կրթաթոշակ ենք տալիս եւ վճարում ենք ամեն ինչ, բայց դու հետո 3 կամ 5 տարի բանակում ես ծառայում միանգամից ու էլի բավականին լավ պայմաններով ոնց որ ու ինժեներ ես աշխատում։ Շատ ավելի տարբեր մոտեցումներ կան ու տարբեր երկրներում հնարել ես ամեն ինչը ճիշտ ասած պետք չի մեծ քանակի տենց մոտեցումներ կան իսկ որ 5 տարի ծառայելա համալսարանից չի համալսարան էլի անվճար ինչ որ ընդունվելու ձևաչափ էր լինել ոնց որ ԱՄՆ-ում է մեր մոտ այդքան թանկ չի ԱՄՆ-ի նման բայց դե մարդիկ էլ այդքան հարուստ չեն մի քանի բան ավելացնում հետո նույնիսկ ձեզ կփոխանցեմ խոսքը պարոն Ղևոնդյան ուրեմն առաջին դուք նշեցիք որ այդ մի ամիս ծառայողը գնա հերոս դառնա դե գիտեք ընդհանրապես օրենքները եւ պետությունը ինքը բացառությունների մասին չի կամ առանձին դեպքերի մասին չի ինքը ստատիստիկայի մասին է ինքը մեծամասնության մասին է էլի հիմա մի ամիս ծառայողը ըստ էության մարտի դաշտում ունի երկու տարբերակ կամ ինքը ձեր ասած խրամատ փողն է կամ ինքը թնդանոթի միս է ինքը տենց առանձնապես ուրիշ այլընտրանք չունի շոֆեր կամ վարորդական ինչ որ չգիտեմ թիկունքում կարտոֆիլ մաքրող է բայց եթե ինքը առաջնագծում է ինքը որպես կանոն թնդանոթի միս է կարող է 15000-ից մի հոգի լինի հերոս, բայց նույնպես եմ ասում, պետական կարգավորումները դրանք բացառությունների մասին չեն, դրանք ստատիստիկայի մասին են։ Հայաստանի բանակում թնդանոթի միս պետք չլինի։ Այո, սկսենք դրանից։ Այո։ Ձեր վրա օրինակ վերելը պարոն Ղևոնդյան, պարկեշտ մարդու վրա օրինակ պետք չի վերել։ Պարկեշտ մարդը իր պարկեշտությամբ որ սկսում է չափել, դա սովորաբար լավ տեղեր չի տանում, էլի, որտեղ բոլորը չեն ցավոք սրտի, որ պարկեշտ մարդիկ են։ Երբ որ ասում եք մարդիկ հիմա էլ են գլուխ գովում, որ այ տեսեք տղուս բանակից ազատել եմ։ Ես այդ համաձայն եմ։ Հիմա մեր հասարակության մեջ այո, մանավանդ երկու բաժակ խմելուց հետո շատ-շատերն են գլուխ գովում, բայց հիմա գիտեք տարբերությունը որն է լինում այս դեպքում, որ այ պետությունը մտնում է այդ խոսակցության մեջ, այդ սեղանի շուրջ է նստում երրորդ մարդն է նստում պետությունը, ասում է ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում, որ գլուխը գովում է, որ բատողուն բանակից ազատել է։ Այ դու իսկ այնով որ չի ազատ այնա, սխալ արել, այ եթե նա 24 միլիոն իր տղուն սիրեր, այդ 24 միլիոնը կտա իր տղեն է մի ամիս կծառայր։ Այ ամբողջ տարբերությունը հիմիկվա այդ իրավիճակի մեջ, որ պետությունը նստում է սեղանի շուրջ, ու այդ գլուխ գովացողին ասում է ինքը ճիշտ է ասում։ Եվ մյուս մասը, գիտեք, այդ բանակ զորակոչվել, պատերազմ զորակոչվելու միջև տարբերությունը նույնիսկ ես ուզում այդ հնդանոթի միս հասկացությունն էլի մենք մտնանք։ Դուք абրաբետ նույն արգումենտն եք բերում, որ ասում եք, հա բանակ ճիշտ է մի ամիս է գնում, բայց ինքը լինում է մեր ռադարում պատերազմ գնալու համար։ Հա բայց մեր նպատակը այդ մի ամիս գնացածին պատժելը չի, որ պատերազմը իրան տանենք, իրան սպանենք, էլի։ Մեր խնդիրն է, որ այդ մարդը լինի պատրաստված ախր պատերազմի գնալուց։ Հիմա ի վերջո նաև այս 24 ամիսով ծառայելու իմաստը որն է, որ եթե Աստված մի առասի այդ պատերազմը լինի, այդ մարդը լինի պատրաստված։ Ուրիշ բան, որ շատ հաճախ այդ 24 ամիսը ծառայելուց հետո էլ պատրաստին պատրաստված չի լինում, բայց ոնց է փիլիսոփայությունը դա է, ոչ թե 24 միլիոն տուր մի ամսով ծառայի, բայց մենք քեզ հետո բան ենք անելու, խափում ենք հիմի քեզ, դու իրականում չես ազատվում բանից պատրաստից, դու ընդհանրապես ծառայությունից ես ազատվում, երբ որ հետագայում պատրաստում լինի, այ քեզ տանելու ենք սպանենք։ Ու մի հատ էլ բան, երբ որ ասում եք, այ հիմա այս 60000-ը կտա բանակից կազատվի, էլ շատ չի խորանա, որ հետո մի ամիսը այդ մի ամիս իրան պատրաստից չի ազատում, էլի, եթե հիմա ինքը 60000-ը կտա մի ամսով կծառայի, բայց հետո մենք իրան տանելու ենք պատրաստ, այ հաշվարկը մոտավորապես սա է։ Այսինքն հաշվարկը այն է, որ Հայաստանում կա լիքը մարդ, ով որ բավականաչափ միամիտ է ու բավականաչափ հարուստ է, որպեսզի համաձայնվի մի ամսվա ծառայությանը, այն ռաշոտով հետո իր տղեն գնալու է պատրաստում մեռնի։ Ոչ, չկա իհարկե հաշվարկը դրա վրա չի, հաշվարկը դրա վրա է, որ այդ մարդիկ չեն կարծելու եւ նորմալ է դա, որ ցանկացած մարդ չի կարծում, որ վաղը լինելու է պատերազմ, եւ իր տղեն գնալու է պատերազմ։ Այդ մարդիկ կարծում են, որ իրենց որդին չեն ցանկանում որ 2 տարի ծառայի եւ 2 տարին չծառայելու տարբերակներ են փնտրում։ Հիմա այդ տարբերակները օրենքով չկան, կա այլ քաղաքացիություն ստանալու տարբերակ։ Նա չի գնում իմ ասած ձեր կրկնած Սլովենիայում տուն գնում, որպեսզի որդին վաղը չգնա պատերազմ։ Նա գնում դա Սլովենիայում անում է, որպեսզի որդին այսօր չգնա բանակ։ Նա լուծում է այսօրվա խնդիր,
ոչ թե վաղվա խնդիր։ Պետությունը գնում են Սլովենիայում տուն ունենան պրոստը։ Այս պետությունը, տեսեք, նրանք չգիտեն Սլովենիայում տան մասին, նրանք ման են գալիս տարբերակներ եւ գտնում են այդ Սլովենիայում տուն ունենալու տարբերակ եւ այսպեսով իրենց որդու հարցը լուծում են։ Այսինքն սա ոչ թե տուն ունենալու մասին է, տուն ունենալը հավելյալ արժեք է, որ իրենք ստանում են, այլ նրա մասին է, որ սա տարբերակ է, որպես իրենց որդին ազատի ծառայություն։ Բայց եկեք ես վերջացնեմ, կապված նրանց պատժելու հետ, ոչ ոք չի խոսում նրանց պատժելու մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ այդ մարդիկ կլինեն հասանելի։ Իսկ այդ մարդիկ կլինեն հասանելի ինչպես, այնպես որ նրանք ոչ միայն պատերազմի համար են հասանելի լինելու, նրանք լինելու են հասանելի նաև զորավարժությունների համար։ Իսկ ամեն մի զորավարությունը այսօր Հայաստանում տևում է 25 օր։ Ինչու եք դուք կարծում, որ նրանք ենթադրենք 3 տարի, 4 տարի, ամեն տարի 25 օրով գնալուց որոշակի գիտելիքներ, պարոն Ներսյան նշեց, ընդամենը 3 ամիս է պետք, 3 տարում 25 օրը համարյա 3 ամիս է դինում։ Նրանք գիտելիքներ ձեռք չեն բերելու եւ վաղը նրանք չեն կարող որոշակի օգուտ տալ ռազմի դաշտում։ Ով է խոսում պատժելու մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ նրանց հնարավորությունները հասանելի են։ Գուցե գնան կարտոֆիլ մաքրեն, համաձայն եմ, բայց այդ կարտոֆիլ մաքրելն էլ օգուտ կտա։ Մեկը ով այսօր կարտոֆիլ է մաքրում, ով ունի ավելի լավ ունակություններ, նա կգնա ռազմի դաշտ եւ առաջադրանք մարտական առաջադրանք կկատարի։ Հասկանում եք, այստեղ իհարկե այն այլընտրանքային տարբերակները, որոնք պարոն Ներսյան նշում է, ես այդ այլընտրանքային տարբերակների դեմ ոչինչ չունեմ, այդ ամեն ինչի հետ համաձայն եմ, այդ ամենը կարելի է կատարել, այդ ամենը հավելյալ գործողություն է, որը պարտավոր է կատարել Հայաստանի իշխանությունը, բայց դա չի նշանակում, որ եկեք այս օրենքը ծալենք դնենք մի կողմ, սկսենք պայմանագրայինների քանակը ավելացնել։ Առավել եւս պայմանագրայինների մասով, պարոն Ներսյան, դուք նշում եք, որ 30,000-ից ընդամենը 3,000-ը կարողանան հավաքել, ես ձեզ հետ համաձայն չեմ, սա պարզ հաշվարկ է։ 3000 այս ծրագրով կկանա։ Հենց դրա մասին եմ նշում։ Դա պարզ հաշվարկ է, եթե մեկ մարդը 24 միլիոն տալիս է եւ չի ծառայում, 24 միլիոն դրամը, եթե բաժանում եք 24 ամսվա վրա, տալիս է 1 միլիոն դրամ ամեն ամիս։ Այսօր մեր պայմանագրայիններին 500,000 դրամը նորմալ աշխատավարձ է, ատեստացիա անցածներն են ստանում այդքան գումար։ Այսինքն ստացվում է, որ մեկ մարդու չգնալու գումարով 24 միլիոնով մենք կարող ենք երկու պայմանագրային վարձել։ Այո, եւ քանի հոգի է վճարելու այդ գումարը, որ մենք չգիտենք, չէ՞։ Մենք չգիտենք, բայց տեսեք, մենք խոսում, ես նշում եի, որ կան մարդիկ, ովքեր հանրային դաշտում կան մարդիկ, ովքեր նշում են այդ ծայրահեղականացված տարբերակի մասին, որ բոլորը վազելով գնանք փորձեն օգտվել։ Եթե բոլորը վազելով գնանք փորձեն օգտվել 40,000 մարդ, ովքեր որ զորակոչվում են, փաստացի մենք 80,000 մարդու գումար կունենանք։ Չէ, բայց տենց չի կարող լինի մի պատճառով։ Քանի հոգի է քո կարծիքով ծնվել 18 տարի առաջ։ Ես վիճակագրությունը այս բան չունեմ, բայց 20,000 հոգուց ընդունենք, որ 80%-ը այդ գումարը չունի, որ տա, որովհետև այդ էլ լավ է, ես ինձ թվում է բավականին ասում։ Եթե 80%-ը չունեն, ուրեմն ծայրահեղ տարբերակը չունենք, ուրեմն ընդհանրապես 10%-ն է փորձելու օգտվել։ Ու խնդիրը չի լուծվելու։ Մեկը դա խնդրի շատ փոքր մասն է ֆինանսական լուծելու։ Ես այդ էի ընդհանրապես ուզում ստեղծել։ Տեսեք, ձեր ասած օրինակը շատ ավելի լավ է հիմնավորում այս օրենքի կարևորությունը։ Եթե 80%-ը գումարը չունի, չի տալու, 80%-ը միևնույն է գնալու է բանակ։ Ստացվում է, որ 20% մարդ պետք է փորձի օրենքից օգտվել, 20%-ից ենթադրենք 5%-ն էլ չի ցանկանում, 15%-ը ցանկանում է օգտվել օրենքից, 15%-ն էլ ենթադրենք լիմիտ ունի, 10%-ն է ընդհանրապես օգտվում, այդ 10%-ը լինում է այն ռեզերվը, այն մարդիկ են, ովքեր փաստացի այդ գումարը ունեն եւ այդ գումարով գնալու են այդ զարտուղի ճանապարհներով կամ օրինական քաղաքացիություն փոխելով դառնալու են այլ երկրի քաղաքացի։ Փաստացի ստացվում է, որ այստեղ 4 մնացորդում Հայաստանին մնում է 24 կամ 18 միլիոն դրամ եւ Հայաստանին մնում են այդ մարդիկ պայեստազորում։ Մնացած ոչինչ Հայաստան չի կորցնում, որովհետեւ եթե այս օրենքը չկա, նորից 80%-ը գնում է բանակ, նորից այն 10%-ը տարբեր բաների տակ են գնում։ Կորցնում են, որ բոլշևիկները վերջում գալու են սաղին սպանեն դրանից հետո, որովհետեւ ստացվեց, որ 10%-ը ավելի ոնց որ Արեգը ասում էր, 10%-ը ավելի լավն է, քան 90-ը։ Ինչու են 10%-ը ավելի լավ։ Որտեվ փողով չգնացին, 2 տարի չկորցրեցին։ Այսպես թե այնպես այդ 10%-ը չեն գնում։ Հա, բայց պետությունը դրա հետ հաշտ չի։ Բայց գոնե ռիսկ կա, որ կարող է քեզ բռնեն, ասենք այդ միակ թեփքը։ Տեսեք, ես եկանք հասանք ձեր նշած օրինակին եւ դրան էլ պատասխանեմ։ Պետությունը սեղանի շուրջը նստած ոչ թե ասում որ նա ճիշտ է ասում, այլ պետությունը ասում է թեև նա ազատել է իր ворթիներին, բայց նրա ворթիների փոխարեն մենք կրկնակի ավել մարդու նրա գումար են տվել, մենք կրկնակի ավել մարդու պայմանագրային ծառայել են։ Դուք ասում եք անբարոյականություն անում, որովհետեւ բոլորը շահում ենք։
Հիմա եթե դու դրանից շահում ես, դա չի նշանակում, որ դա բարոյական բան է դառնում։ Երբ որ ինչ մեկ իր մարմինը վաճառում է, ինքը դրանից շահում է, դա դրանից չի դադարում բարոյականություն անելու է օրենքը ընդունես, չընդունես։ Հա։ Եթե օրենքը չես ընդունում, պետությանը դարձնել է անբարոյականության մասնակից։ Ոչ, ես առաջարկում եմ պետությանը պետությունը կարողանա այն շահը, պետք է նայել պետության տեսակետից, որտեղ մարդու։ Պետությանը առաջարկում եմ, այսինքն այս օրենքով պետությանը առաջարկվում է այդ մարդկանց այդ անբարոյականությունից կտրել, բերել օգտակար։ Չէ, դուք առաջարկում եք պետությանը այդ մարդկանց անբարոյականության վրա փող աշխատել։ Ոչ, անբարոյականությունից բերել բարոյական դաշտ, որովհետեւ նման որ իրար այդ բան են անում, հաճ, բայց բան կա, մի հատ էլ բան ավելացնեմ էլի, այդ մի ամսի այդ հասանելիության պահը որ կա, այդ դրա խնդիրը ոչ թե նայա որ չեն ծառայել կամ 24 ամիս են ծառայել, այլ այն որ զինկոմիսարիատների համակարգը չի աշխատում։ Ու չի էլ կարա աշխատի այն տեսքով, որ ինքը այսօր կա, ինչու այս օրենքը նաև գալիս է, որտեվ իսկ խնդիրը չի ստացվում լուծել զինկոմիսարիատների մակարդակը, բայց զինկոմիսարիատները պետք չեն այսօրվա տեխնոլոգիա։ Իրանց մոտ երբ որ սենց կա, երբ որ իրանք ունեն սենց գիրք թղթով գրած ձեռով ինչ որ հերախոսի համար որ 10 տարի առաջ են վերցրել։ Ես կոնկրետ օրինակ եմ ասում, ոչ թե տեսականն, որին ես առաջվել եմ 44-օրյա պատերազմին։ Զինկոմիսարիատը ուներ մարդկանց անուններ, կարդում էր, ասում էր սա ունի թուղթ, սրան չեմ կարող կանչել։ Այդ հարցը ոնց լուծել։ Թուղթը էլի կարա ունենա, թղթի մասին չի խոսքը կա, ասենք օրինակի համար ունեին հաստատ մի 200,000 անուն, որ կարային կանչեին օրինակի համար։ Որից իրանք հերախոսը վերցնում զանգում էին ու պարզվեց արդեն որ 90%-ի համարը փոխվել է օրինակի համար որտեղ դե մի հատ տատի է աշխատում լավ կարող է տատի է բայց ստանում է 100,000 դրամ իրան այդ գործը չի հետաքրքրում բայց մեկ այլ խնդիրը այսօր լուծվում է մի հատ դիջիտալ համակարգով որը այս մեր էլի հարցերի քննարկած կեսը լուծելու է ասենք կոռուպցիայի հետ նաև թռնելու փախնելու, չգիտեմ, հիմա մենք բոլորս ունենք արդեն ID քարտը, որ բանը սկան անեք, սա կա մեր մասին ամեն ինչ։ Համար հեռախոսի SIM քարտ անելուց վերցնում են, չէ։ Հիմա եթե այդ ամեն ինչը լինի ու ընտրանքն էլ մարդ չանի, այլ ինչ որ շտաբում կրիտերիաները տան, ասենք ուզում եմ 100 հոգի հրետանավոր, չգիտեմ, որ ամեն մեկը ամենաշատը 5 տարի առաջ ծառայություն անցած ոչ պակաս հա, սա դնում ես, սխմում ես ու սա ստանում են իրանց ու դա արդեն կարա օրինակի համար, չգիտեմ, վերահսկվի բանի կողմից, ոստիկանության կողմից, եթե չկա մարդը գնալ գտնել, բայց եթե այդ սա ստվում է Իրեք բաներ ես ասեմ, տեսեք, ասում եք մարդիկ հիմա ազատում են, ինչի են ազատում, որտեղ չեն ուզում որ տղեն գնա բանակ, ոչ թե չեն ուզում որ տղեն գնա պատերազմ։ Ես ձեր այդ կտրականապես համաձայն չեմ այդ արգումենտի վրա, իսկ այդ արգումենտը ձեր հիմնակարային նշանակությունն է, էլի, որտեղ ես հակառակը կարծում եմ մարդիկ հենց ազատում են բանակից այն մտավախությամբ, որ կլինի պատերազմ, ու իրանց երեխեն կգնա այդ պատերազմը կզոհվի։ Այ այդ հիմնակարային սա ձեր մոտ արգումենտ է, էլի, որը որ դուք որևէ բան չունեք, հետազոտություն չունեք սա ապացուցող։ Ես էլ չունեմ ճիշտ ասած, բայց առանց այդ անկյունակարային նշանակություն ունեցող արգումենտի վերաբերյալ լուրջ հետազոտության, մնացած ամեն ինչը փլվում է։ Որտեվ հիմա դուք ասում եք, որ իրանք բանակից են ազատում, հա պատերազմից չեն ազատում։ Ես էլ ասում եմ, իրանք պատերազմից են ազատում, հա բանակից չեն ազատում։ Տեսեք, եթե այդ եթե դրանք դուք ճիշտ եք ասում այդ դրամատուրգիան, ճիշտ է, դա նշանակում է, որ այս օրենքից ոչ ոք չի օգտվի։ Որովհետև միևնույն է, այս մարդիկ հետո գնալու են պատերազմ։ Այդ երկրորդ բանն է, որին հեսա կանադառնալ։ Հիմա երկրորդ բան ասում ենք դե բանա, չէ, արկելք է դրվելու թվային, թե առավելագույնը քանի հոգի կարա ոնց որ ասած բանանի։ Հա։ Հիմա ես այդտեղ օրինակ այսպես գիտեք գրոտեսկային նորից դարձնելով խոսակցություն առաջարկում եմ աճուրդ ուղակի սահմանել ու այդ տեսնել այնտեղ բիդմեք օրինակ համար դուք ինչքան եք պատրաստ գումար վճարել որպեսզի ձեր տղան չգնա բանակ եւ չզոհվի տեսնել մյուս քաղաքացին ինչքան է պատրաստ եթե այդպես լինի ապա ուրեմն բան երրորդը ասում եք գոնե գումարը շատ կհավաք հա գումարը շատ տեսեք եթե բարոյականությունը վաճառում են գոնե շատ գումարով վաճառենք եւ երրորդ բանը ասում եք ինչն է կորցնում պետությունը ասեմ ինչն է կորցնում այն 80%-ի բարոյահոգեբանական վիճակն է կորցնում որտեղ այդ 80%-ը մտածելա որ դե իմ papan ինձ այդքան չի սիրում որ ես բանակից ազատել իրեն մյուսի papan-ա սիրում բայց ես պետք է գնամ կռվեմ հանուն այս երկրի նորից ելնում եք այն մտքից որ այդ 80%-ը ցանկանում է չգնալ բանակ ես դրա հետ համաձայն շատերը չեն ցանկանում հիմա դուք համաձայն չեք բայց դա դեռևս գիտական կատեգորիա չի եւ հիմա վերջապես վերջին ձեր արգումենտին ասում եք եթե
Այդպես է մարդիկ չեն օգտվի այս օրենքից, բայց տեսեք, մի էսպիսի ուրիշ հանգամանք կա, էլի։ Այս ամեն ինչը տեղի ունենալու ժամանակի եւ տարածության մեջ սփռված։ Այսինքն, մարդիկ հիմա այդ նաղդ ոնց որ այդ մի ամսվա բանով այդ գումարը վճարելու են, հետո ունենալու են տասնամյակներ մնացածը անելու, որտեղ երբ որ դու այդ մի ամիսը ծառայում ես, ոնց որ ասած այդ բանը ստանում ես այդ գրքույկը զինվորական ստանում ես։ Քո առաջ լիքը դռներ են բացվում, քո առաջ լիքը հնարավորություններ են բացվում։ Դու կարաս գնաս ինչ-որ միտեղ ապրես մի քանի տարի ու փախնես ընդհանրապես այդ հարցերը փակվի Սլովենիայում տուն առնելու խնդիրը չլինի, շատ ավելի էժան կարողանաս ուրիշ երկրի քաղաքացիությունը ստանաս։ Այսինքն, երբ որ դու այդ 18 տարեկանի դրությամբ հարցը լուծված լինելու բաղադրիչը հանում ես, այն պատերազմից առաջ երկրից փախնելը ոնց որ ասած կա ու կա։ Ամբողջ հաղորդման ընթացքում ձեր ասացին հակասեցիք վերջին միտքը ասելով, պարոն Քոչարյան, որովհետև ստացվում է, որ հիմա գործող օրենքը մարդկանց գցել է այսպես ծուղակը եւ թույլ չի տալիս, որպեսզի այդ մարդիկ ազատ ապրեն մինչեւ 27 տարեկան, որովհետեւ այդ ընթացքում կարող է իրենց բռնեն 2 տարով տանեն բանակ եւ մարդիկ այն ինչ որ իրականում կան, մարդիկ փախտում են, գնում են 27 տարեկան գալիս են, փորձում են գումար մուծել, ծառայապաններ գտնել եւ այլն։ Փաստացի դուք ձեր վերջին խոսքով ապացուցեցիք, որ այս օրենքը Հայաստանի այսօր արել է։ Հաշարցակապես ես ապացուցեցի հետեւյալը, որ այս օրենքով պետությունը ընդհանրապես իրանց ըստեյության փորձում է խաբել, ասել որ գիտեք ինչ կա, այդ 24 ամիսը չի ծառայ, մի ամիս կծառայ, բայց եթե պատրաստվում են տանելու եմ թնդանոթի միս։ Պետությունը ըստեյության այդ մարդկանց ավելի վատ բան առաջարկում, քան առաջարկում էր մինչև այդ։ Այդ մարդիկ թող գիտակցություն ունենան եւ չեն թունեն։ Ունեն չէ հնարավորություն։ Դե հիմա այսքան ամեն ինչում մենք չենք հույս դնում մարդկանց գիտակցության վրա, այստեղ կոնկրետ որոշեցինք դնենք գիտակցության վրա, այն նախապայմանով, որ բարոյականությունը ծախում ենք փողով։ Ես համաձայն չեմ։ Շնորհակալություն պարոն Այք հրավեր ընդունելու եւ այս բուրըն քննարկմանը մասնակցելու համար, հարգելի հեռուստատողներ։ Այսօր մի քիչ էմոցիոնալ քննարկում ստացվեց, բայց դա թեմաներ երևի թե այդպեսին կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00-ին։